Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Բերթավան գյուղի մանկապարտեզում ոչ թե երեխաների, այլ շինարարական աղմուկ է։ Կառավարության 300 դպրոց և 500 մանկապարտեզ ծրագրով հիմնովին նորոգվում է 80-ականներին կառուցված մանկապարտեզի շենքը, վերափոխվում ամբողջությամբ ներս ու դրսից, տանիքից մինչև դուռ ու պատուհան։ Վերանորոգման կարիքը դե բնական է միշտ եղել է, գրեթե 10-12 տարի առաջ վերանորոգվել է, բայց ժամանակի ընթացքում եւ մաշվածությունը եւ տանիքի հետ կապված խնդիրներ ա եղել։ Հիմա այս փուլով ամբողջությամբ է վերանորոգվում, ամբողջ գույքն է փոխվում։ Իսկ բակի հետ կապված բակում նույնպես բացի վերանորոգումը բակի, նաեւ արդիականացվելու է այստեղի խաղասարքերը։ 100 երեխա հաճախում է մանկապարտեզ, բայց մանկապարտեզի հզորությունը նախատեսված է 120-ի համար։ Բնականաբար աճի միտում կա։ 130 միլիոն դրամ ընդհանուր արժեքով ծրագիրը մեկնարկել է տարեսկզբից։ Սկսել են տանիքից, այժմ շինարարությունը միաժամանակ ընթանում է ներսում և դրսում և խոհանոցային մասնաշենքում։ Սա ինչ որ պետք է քանդվել է, սկսած առաստաղներից, պատերից, հատակից, էլեկտրիկան, ատապլենին, ջուրը, սա խողովակն է, սա փոխվել է, սա զրոյից փոխվում է։ Տանիքն էլ զրոյից սա քանդվել է, զրոյից եւ ջրադիմացկուն նյութերը փռվել, ճաշկարվել, հետո նոր զրոյից հավաքվել տանիքը։ Կա եւ նաեւ տեղեր, որպես տեղ ձևափոխումներ կատարվել, սենյակներ եղել է, որ չեն ունեցել, ավելացվել է։ Շենքի արտաքին տեսնել բոլորը սա փոխվում է։ Այս պահին արդեն կեսով ավարտական փուլում է, գործի 70 ու ավել տոկոսը կատարված է այս պահին։ Շինարարների հավաստմամբ մանկապարտեզը երեխաների առջև դռները կվերաբացի սեպտեմբերի սկզբին։ Սա Բերթավանի երեխաներին հասցեագրված միակ ծրագիրը չէ։ Գյուղի նախկինում անխնամ տարածքում այժմ գործում է բազմաֆունկցիոնալ հանրային այգի։ Մեկ տարի առաջ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և նոյեմբերյանի համայնքապետարանի գործակցությամբ այն դարձել է գողտրիկ հանգստի վայր և փոքրերի և մեծերի համար։ Ծաղկանուշ Միրզոյան, Գայանե Թամամյան, Վահե Թամամյան, լուրեր։